Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե մենք հզոր լինենք, եթե մենք ուժեղ լինենք, մեր բանակը լինի մարտունակ եւ ապահովված լինի ռազմական բալանսը, եւ այդ պատճառով մենք գտնում ենք, որ առաջին քայլը, որ պիտի արվի, դա բանակցային սեղան վերադարձնելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը, որը որ մեզ համար կապահովի նախևառաջ բանակցային շատ մեծ խորք եւ կանք կառնեն այս զիջումները, որ տեղի են ունենում կառավարության կողմից, իսկ ինչ վերաբերում է բուն արդեն անվտանգային քայլերին, պարոն Թաթյանը իր ուղերձի մեջ նշել է այն 4 քայլերը, որոնք որ առաջնահերթ պիտի իրականացվեն, դրանից առաջինը հանձնաժողովի ստեղծումն է, որը որ 6 ամսվա շրջանակներում պիտի ներկայացնի համապարփակ պաշտպանության մեր ծրագիրը, ու որը կսկսվի իրականացնել հենց մեր կառավարությունը ստանձնելուց հետո։ Երկրորդը եւ իմ կարծիքով ամենակարևորը դա ռազմական բյուջեի ավելացումն է, այսինքն մենք գտնում ենք, որ պիտի ընդունվի օրենսդրություն եւ մենք կընդունենք այդ օրենսդրությունը, որ ռազմական բյուջեն չի կարող նվազ լինել Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի 8%-ից, ինչն իրենից ենթադրում է, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի Հանրապետության բյուջեն ի տարբերություն ներկայիս բյուջեի արդեն ավելացած կլինի $1 միլիարդ։ Երրորդ քայլը դա այն է, որ մենք այդ տվյալ բյուջեից $500 միլիոն ուղղելու ենք Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերություններին, որպեսզի շատ արագ տեմպերով զարկ տանք ռազմական արդյունաբերությանը, եւ չորրորդը արդեն 44 օրյա պատերազմի ազգային ժողովի կողմից զեկույցի հրապարակումն է, որը որ արդեն կհեշտացնի պատասխանատվության ենթարկելու գործընթացը, որպեսզի մենք ինքներս հասկանանք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել ու հետագայում դրանք չկրկնենք։